Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուն է։ Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել Հայաստանի շուրջ տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին, մասնավորապես տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներին։ Թեմայի շուրջ կզրուցենք Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար դիվանագետ քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Պարոն Հակոբյան, արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ զեկույցում առաջին կետով նշվում է, որ օգոստոսի 8-ից հետո Հայաստան-Ադրբեջան ռազմական էսկալացիան գրեթե դարձել է անհավանական եւ բարձրացել է խաղաղությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու հավանականությունը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթն ու գործողությունները առաջացնում են ռիսկեր։ Ինչ կարևորություն եք տալիս նմանատիպ զեկույցներին եւ ըստ ձեզ այս զեկույցում տեղ գտած գնահատականներն ու կանխատեսումները ավելի շատ մասնագիտական են, թե քաղաքական քարոզի բնույթ են կրում։ Գիտեք, ինչ վերաբերվում է Ադրբեջան-Հայաստան ռազմական բախման վտանգների բանի մասին, ես հաճախ ասել եմ, որ նման վտանգ այլևս գոյություն չունի դեռ վաղուց, այսինքն պատերազմից հետո, երբ որ փաստորեն Հայաստանի Հանրապետությունը վերջնագիր ստորագրեց պատերազմից հետո։ Ըստ էության այդ վերջնագրով հետո Ադրբեջանը միայն թելադրում է եւ հաշվի առնելով թե մեր բանակի, թե պետության ռեսուրսային եւ այլ վիճակները եւ այլն, որպես այդպիսին հարձակումը պատերազմ դասական ձևով Ադրբեջան-Հայաստան ինչ-որ անիմաստ բան է դառնում։ Այսինքն ինչի պետք է Ադրբեջանը իր վրա վերցնի ինչ-որ, այսպես ասենք, քաղաքական մեղք, որ ինքը ագրեսոր է, որ չնայած ստորագրած պայմանագրից հետո նորից հարձակվում է Հայաստանի վրա եւ այլն, երբ որ այն ինչին, որ նա ձգտում է, կարող է անել զուտ դիվանագիտական եւ քաղաքական ճանապարհով։ Այսինքն թելադրանքները իր կատարի դիվանագիտական պարտադրելով Հայաստանին։ Ինչ իմաստ ունի այստեղ պատերազմը այդ առումով Ադրբեջանի համար։ Դե խոսքը կնայեք ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարի մասին։ Գիտեք, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը այն երկրները չեն, որ թեկուզ միջնաժամկետ էլ չեմ ասում, երկարաժամկետ, ուրեմն բաներ ծրագրեր արելու, որովհետեւ իրենց վարքագիծը, թե քաղաքական, թե դիվանագիտական եւ այլն, կախված է արտաքին գործոններից։ Այսինքն եւ Հայաստանն է որոշակի պարտավորությունների տակ արտաքին եւ Ադրբեջանը։ Այս առումով, այսինքն նրանք թեկուզ տարածաշրջանի մասշտաբով այն սուբյեկտները չեն, ընդհանրապես կարելի ասել քաղաքական սուբյեկտ էլ չեն որոշ իմաստով, որ որոշեն իրենց ապագա քաղաքական քայլերը ծրագրավորեն գոնե ասենք թե մի քանի տարով։ Այսօր գերտերությունները, խոշոր տերությունները այնպիսի վիճակ է ընդհանուր աշխարհում, այդ միջազգային հարաբերություններում եւ այլն, որ նրանք են դժվարանում որոշակի ծրագրեր։ Կա ընդհանուր ծրագիրը նրանց մոտ, ասենք ինչ են պլանավորել, ինչ են ձգտում հասնելու, բայց որ կոնկրետ ասենք թե ինչ որտեղ որոշակի ծրագրեր մշակեն, բան ունեն, անում են, բայց շատ դժվար է դա համարել, այսպես ասած, շատ ավելի հավանական եւ էֆեկտիվ, որովհետեւ իրավիճակներ են փոխվում են տարբեր ճակատներով, ոչ միայն քաղաքականության մեջ, ոչ միայն ռազմական հավասարակշռության, ոչ միայն դիվանագիտության, ընդհանրապես շատ հարցերում է գաղափարական փոփոխություններ են տեղի ունենում, քաղաքակրթական եւ այսօր աշխարհը լիքն է քաղաքական գործիչներով, որոնց վարքագիծը քաղաքական ու դիվանագիտական շատ դժվար է բացատրել ու հասկանալ։ Եվ ծիծաղ եւ լաց է առաջացնում։ Եվ այս առումով ես նայեցի այդ զեկույցը, այնտեղ ճիշտ ասած, այսինքն ինչ կարող են ասել այդ մարդիկ։ Հիմնականում ընդհանուր են ինչ որ այսօրվա օրով ամբողջ աշխարհում էլ ասում են, հա մերձավոր արևելքում էս
ուրեմն վտանգ սպառնալիքները կան։ Իրան-Իսրայել հակամարտությունը, Ռուսաստան-Ուկրաինա։ Այդ ամեն ինչը օրվա լուրերի մակարդակով բան է։ Ինչ վերաբերում է նորից վերադառնալով Հայաստան-Ադրբեջան, կրկնում եմ, Ադրբեջանը, որ դուք պատկերացրեք, ինչի պետք է Ալիևը այսօրվա օրով, այս վիճակում, հանկարծ զոր կառնի եւ հարձակվի Հայաստանի վրա, այսինքն պատերազմ հայտարարի։ Դե որովհետեւ չի հրաժարվում Հայաստանից, դա չի հրաժարվում, ինքը այնպես էլ անում է, բայց դուք պատկերացրեք, եթե նա ասենք պատերազմ հայտարարի, դա նշանակում է իր վրա մեծ պարտավորություն է վերցնում եւ թե խոշոր տերությունները կարող են ասել դու ով ես ընդհանրապես որ այս պատերազմը սկսել ես, քեզ ով է թույլ տվել եւ այլն, կամ դրա պատասխանը պետք է տաս, ինքը իր վրա այդ մեղքը չի վերցնի որպես այդպեսի, այդ պետք է հասնի, գիտեք որ դեպքում, եթե Հայաստանը, ասենք թե ինքը դիմելով ուժի փորձի վերադարձնել օրինակ Արցախը։ Այդ դեպքում Արցախը բռնազավթելու եւ միջազգային սկզբունքները ուժի սպառնալիքը չկիրառումը խախտելու Մինսկի խմբի սկզբունքները խախտելու համար ում պատասխան։ Պատերազմից հետո Արցախի այդ վիճակը, հետո Արցախը ոնց ասած հայաթափելը եւ այլն, դա ինչ է պատերազմով արեց։ Դե ըստ էության ռազմական գործողություններ են 20 թվականին էլ ըստ էության ռազմական գործողություններ չէր, պատերազմ էր հայտարարել, որպես այդպեսին ոչ, ուղղակի պարտադրեց եւ արեցին։ Եվ բացի դրանից այսօր ասենք թե ղեկավարությունը մեր երկրի շնորհակալություն է հայտնում Ալիևին, չէ՞։ Ստորագրում են, խաղաղությունից են խոսում եւ այլն։ Բայց ինչի համար են շնորհակալություն հայտնում։ Այս շատերը մինչ այս պահը զարմացած են, ուզում են հասկանան ինչու են Բաքվի բռնապետի շնորհակալություն։ Շնորհակալություն են հայտնում, որ արդարացնում են իրենց վարկագիծը, այսինքն թե Արցախը հանձնելը, թե հայաթափելը եւ այլն, որ էլ պատերազմի չգնացինք, խաղաղության process ենք սկսում, այս ենք անում, այն ենք անում։ Այսինքն դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը, ինչպես են ասում, վիզավի պատերազմ անելու որպես այդպիսին իդեմս Հայաստանի չունի։ Եթե այդ ամեն ինչ, ասենք, այդ հարկադրանքը, պարտադրանքը դիվանագիտական եւ քաղաքական, թեկուզ ռազմական ուժային մեթոդներով, եթե դրանով իրենց հարցերը լուծում են, ինչի պետք է այլ հարցեր լուծեն։ Ասենք, այնտեղ խոսվում է արևմտյան Ադրբեջանի, չգիտեմ, արևմտյան ադրբեջանցիների սպառնալիքի մասին։ Գիտեք, այսօրվա օրով Ադրբեջանի համար դա պատերազմի սպառնալիք չէ։ Դա դիվանագիտական, քաղաքական ճնշման ճանապարհով այդ նպատակներին հասնելն է նրանց բանը, ոչ թե որ ամբողջ աշխարհում մեղադրեն, թե Ադրբեջանը ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ, չէ՞, եւ պատերազմ է սկսել էսեանում են անում, չէ՞։ Ուղղակի քաղաքական խաղաղության ճանապարհով դրա հարստերույթի շնորհակալություն են ասում, որ առանց պատերազմի կարելի է արևմտյան ադրբեջանցիներին վերադարձնել արևմտյան Ադրբեջան։ Այսինքն նույնիսկ հարց, որ այդ դեպքում, ասենք, Բաքվի հայերին կամ, չգիտեմ, Դաշկեսանի, Կիրովաբադի եւ այլն վերադարձնելու հարցը, եթե չեք էլ բարձրացնում, չէ՞։ Եթե էլեմենտար, այսինքն ոնց ասած բան եք անում, չէ, առևտուր կոպիտ ասած, հա, դուք 200,000 ադրբեջանցի եք ուզում վերադարձնեք, մենք էլ 400,000 հայ ենք ուզում վերադարձնենք Ադրբեջանից, որոնց դուք թալանել եք, քշել եք Բաքվից, մյուս քաղաքներից եւ այլն, կոտորելն էլ իսկ այն դեպքում, երբ որ 91 թե 2 թվական, 3 թվականին արևմտյան ադրբեջանցիները իրենք վաճառում էին իրենց տները։ Շակերտավոր արևմտյան ադրբեջանցիները նման բան գոյություն չունի։ Դե հիմա օգտագործում են այդ տերմինները։ Նախ այնտեղ ասեմ, որ էթնիկական առումով էլ դրանք բոլորը ադրբեջանցի չեն եւ լրիվ ադրբեջանցի չեն։ Դրանք դեռ Շահաբասից մնացած քաջարական եւ այլ թյուրքական ցեղերի հետնորդներ են։ Մի ժամանակ դրանց պարսիկ էին ասում։ Ասենք 10-10-րդ դարում դրանց պարսիկ էին ասում շատերը։ Այստեղ բնակվողներն, հա, թե թաթարներ կամ մուսուլմաններ։ Պարսիկ եւ կար է թաթարական, թյուրքականը խառնված, բայց դրանք բոլորը պարսիկներն էին բերել տեղադրել այս ռազմական գծի վրա եւ այլն։
եւ այդ ժամանակվանից ապրում էին։ Մի խոսքով, այսինքն, եթե դուք այդքան մարդ եք հետ բերում, այդ դեպքում խնդրում ենք հատուցել թեկուզ գոնե նյութական այն վնասները, որ կրել է Բաքվի, ասենք, հայ բնակչությունը։ Եվ այլն, այս տեսակ խնդիրներ կա։ Եթե դու նույնիսկ այդ հարցում չես դիմակայում, չես դիմագրավում, խնդիր չես բարձրացնում, միայն ֆիքսում են այդ զեկույցի մեջ, ֆիքսած է դա որպես սպառնալիք։ Բայց ես չի ասի, թե դա այսօրվա օրով, այսօրվա, ես կրկնում եմ, վաղը կարող է իրավիճակը փոխվի, դա պատերազմի հասնող սպառնալիք է։ Դա այդպես չի։ Այնպես որ այս առումով, գիտեք, բանը կարմիր թելը, որ անցնում է, այս է, որ հասել ենք խաղաղության։ Այսինքն ոչ խոսվում է կորուստների մասին, ոչ խոսվում է այդ իբր թե խաղաղության գնի մասին եւ այլն, երբ որ դու գտնվում ես Ադրբեջանի թե դիվանագիտական, թե քաղաքական, ինչպես նաեւ տարածաշրջանային շատ առումներով Թուրքիայի քաղաքական եւ դիվանագիտական թելադրանքի ու ճնշման տակ։ Այս վիճակն է։ Հիմա այդ խաղաղությունը, այսինքն ում վրա ենք ծախում, կոպիտ ասած։ Ինչ է կա, միայն մեր ընտրողների։ Եվ այդ խաղաղությունը որքանով է կայուն եւ որքանով է երկարատև եւ որքանով է խաղաղությունը կախված չէ ոչ Հայաստանից, ոչ Ադրբեջանից, կախված է այն process-ներից, որոնք տեղի ունեն տարածաշրջանում։ Այսինքն, գիտեք, մեր մոտ մի տեսակ անհամբերություն կա մտածողության, գնահատականներ տալու, խոշոր տերությունները, որոնք իրենց շահերն են հետապնդում, ասենք, այս հատվածում, նրանք գնում են քայլերով։ Այդ քայլերը կարող են տևել, ասենք, այդ ճանապարհը կարող է տևել 5 տարի, 20 տարի եւ այլն, դժվար է ասել։ Երբ իրենք իրենց հարցերը կլուծեն եւ շրջադարձ կանեն դեպի, ասենք, Հարավային Կովկաս։ Հիմա դա կարող է Ադրբեջանը, ասում եմ Ադրբեջանը, Իրանի հետ կապված խնդիրները արագացնեն, այսինքն լոկոմոտիվ դառնան այս process-ները եւ նման է դրան իմիջայլոց, որ եթե Իրանի նկատմամբ Իսրայելի Միացյալ Նահանգները վերսկսեն իրենց այդ ուժային գործողությունները, ճնշումները եւ այլն, այս վերջին ցույցերի ֆոնին մանավանդ, դա կոմպլեքս է։ Դա տարբեր բան, ցույցերը, իշխանափոխության հարցը, չգիտեմ, բախման հարցը եւ այլն, դա կարող է բերել այնպիսի իրավիճակի, որ այստեղ էս Հարավային Կովկասում սրվի, այսինքն Հարավային Կովկասը, այսպես ասենք, դառնա խոշոր տերությունների կամ իրենց շահերը հետապնդող Հարավային Կովկասում տերությունների բախման դաշտ։ Այդ ժամանակ չեն հարցնելու Հայաստան դու ուզում ես բախման դաշտ, Ադրբեջան դու ուզում ես, չես ուզում։ Եթե դառնալու է կդառնա։ Եվ ամեն մեկը իր ձևով կներգրավի։ Եվ այս առումով որ ես հաճախ կրկնում եմ, որ Ադրբեջանը նախանձելի վիճակում չի, ասենք, եթե համեմատենք Հայաստանի հետ էլ, որտեղ Ադրբեջանը որոշակի սուբյեկտիվություն ունի եւ ռազմական ուժ է բավական ներկայացնում որոշ խնդիրներ լուծելու համար։ Օրինակ ասենք հակառուսական կամ նույնիսկ հակաիրանական։ Եվ այդ ուժը պետք է օգտագործեն, ուղղակի կթելադրեն, որ Ադրբեջանը օգտագործի։ Հայաստանը այդ ուժը չունի։ Հայաստանը պետք է ուժեղ լիներ, որ օգտվեր հնարավոր նոր իրավիճակից, հա։ Նայեք, դեռ միջին դարերից Հայաստանը հաճախ ընկնում էր այդ տեսակ բարդ իրավիճակների, չէ, Արևմուտքի, Հռոմի եւ ասենք Իրանի կամ Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ եւ այլն, բայց այն ժամանակ Հայաստանը պետք էր ինչին ձգտում, որովհետեւ Հայաստանը բավական հզոր ռազմական ուժ ուներ, հայկական արյուծին այն ժամանակ շատ հայտնի էր։ Եվ այսպես ասած ում կողմը որ անցնում էր, նա էլ հաղթանակ էր գրանցում։ Նույնիսկ արաբների ժամանակ էր պետականությունը։ Այսինքն դեռ այդ պետականությունը, դեռ այդ բանակը, ռազմական մշակույթը այն ժամանակ կար։ Այսօր այս վիճակում ես չգիտեմ, գուցե դա ինչ որ գաղտնիք է կամ մենք չենք նկատում եւ այլն, բայց ես չեմ տեսնում որ Հայաստանի ռազմական ուժերը
կարողանան օգտագործել, ասենք կազմակերպելու հարձակում Իրանի վրա կամ օժանդակելու, ասենք թե ինչ որ ուժերի, որոնք ուզում են հարձակվել Իրանի վրա կամ Ռուսաստանի կամ չգիտեմ Ադրբեջանի վրա եւ այլն։ Այսինքն այդ առումով ուղղակի տարածք է, դաշտ է, որոշ ինչ են ասում այդ ճանապարհային հարցեր լուծելու բանի համար հաղորդակցություններ եւ ապաշրջափակում։ Այսօր այդ վիճակում է Հայաստանը եւ իրենից որպես այդպիսի ուժ, որ կարող է, ասենք, օգտագործվել այս գործընթացներում, ես չեմ տեսնում։ Ասենք 10 տարի առաջ դեռ այդպիսի ուժ էր, 15 տարի առաջ։ Այսինքն մեր բանակը կարող էր որոշակի դերակատարություն ունենալ ռազմական տարածաշրջանում որոշ գործողություններում։ Այսօր մենք չենք տեսնում։ Մանավանդ որ այդ տրամադրվածությունը մենք չունենք, մենք խոսում ենք մեր խաղաղության մասին։ Եվ այդ զեկույցն է, որ նայում ես, այսպիսի տպավորություն է, որ դե մենք այստեղ նստած, հա, կա այս տեսակ վտանգներ, կա այս տեսակ սպառնալիքներ, դե տեսնենք ինչ կլինի։ Այսինքն բնական է, որ այս ծառայությունը ինքը չի կարող խոսել, թե այ այդ դեպքում մենք էսպես, մենք այնպես, հասկանում եք, վերլուծելով, օրինակ ասենք Մերձավոր Արևելքում իրավիճակը, Հայաստանի դեպքում դու չես կարող նշել ինչ որ մեթոդներ, ուղիներ, թե դու ինչպես ես դրան մասնակցելու, ինչ ես անելու, կամ մասնակցելու ես թե չէ, կամ ինչ դիրքորոշում ես ընդունելու, որովհետև այդ սուբյեկտայնությունը չունես։ Բայց ներեցեք, բայց հետաքրքիր է, որ նույն Մերձավոր, քանի որ Մերձավոր Արևելքի մասին խոսեցինք, թեև մեր ընկալման մեջ այդքան շատերը չեն ըմբռնում, որ Մերձավոր Արևելքը մեծապես կախված է մեզ հետ եւ մենք ենք կապված կամ ազդում է մեզ վրա, հետաքրքիր է, որ նույն Մերձավոր Արևելքի գազայի խնդրի հետ կապված ստեղծվեց այսպես ասած խաղաղության խորհուրդը Թրամփի նախաձեռնությամբ եւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարությունը միացավ դրան։ Հետաքրքիր կապ կա։ Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, Սերբիայի որոշ այդ տեսակ ղեկավարներ, սա մի քիչ ուրիշ հարց է։ Սա այսինքն քեզ ասում են, որ դու պետք է մասնակցես։ Դու այնտեղ դերակատար չես կարող լինել։ Բայց միանում է, որ ինչ անի այս հայտնի հարցը։ Գիտեք, ինչ որ ձևով պետք է մասնակից լինել քաղաքական կյանքում, ցույց տալու, որ դու կաս, քեզ կանչում են, հրավիրում են այս գործին, էս է, դա մեր նման փոքր պետությունների համար բավական հետաքրքիր զբաղմունք է։ Թե ինքը այդ խորհրդի իշքան կտևի, ասենք Թրամփի հեռանալով դա չի վերանա, թե ինչ կլինի եւ այլն, Թրամփին հետաքրքրում են այդ ֆոնն է, այսպես ասած ստատիստներն են այդ երկրները, իսկ Թրամփին հետաքրքրում են հիմնականում այն երկրները, որոնք ներդրում են անելու, տասնյակ հարյուրավոր միլիոնների եւ միլիարդի, այսինքն այն ծրագիրը, որ ունի Թրամփը գազայի վերաբերյալ եւ արդեն Գրենլանդիայի եւ այլն, այստեղ զուտ ֆինանսական ուրեմն պահն է, որ նրան հետաքրքրում է, իսկ մնացածը ստատիստներ են, որոնք պետք է այդ խորհուրդը, այսպես ասած, գույն տան, ինչ որ ձև տան եւ այլն։ Եսա հետաքրքիր հարց է շատ, պարոն Հակոբյան, նախ եւ առաջ հետաքրքիր է ձեր կարծիքը թե Թրամփի այս նախաձեռնության մասին, այս աշխարհաքաղաքական փոփոխությունների միջազգային իրավունքի ամբողջ ինստիտուտի փլուզման այս ֆոնին, թե ինչ հեռանկարներ ունի այս կառույցը ընդհանրապես եւ երկրորդը անդամավճարի հետ կապված հարցը, քանի որ հայտնի է, որ 1 միլիարդ պետք է վճարի յուրաքանչյուր անդամ պետություն, բայց արտգործնախարարությունը պարզաբանեց, որ 3 տարի ժամկետից հետո, եթե ցանկանում ես մշտական անդամ դառնալ, միայն այդ պարագայում, այ որտեղից Հայաստանը պետք է 3 տարի հետո Թրամփը արդեն նախագահ չի լինելու, կամ թեկուզ 3 տարի հետո այդ 1 միլիարդը նույնիսկ Ադրբեջանը չի տալու, Սերբիան չի տալու, դա շատ մեծ գումար է, էլի։ Հայաստանը որտեղից պետք էլի ինչ որ պարտքերով բանով որպես ինչ, այսինքն դա մի քիչ բան է առաջացնում, էլի, կամ Հունգարիան, որ տես ոգևորված, որովհետև Հունգարիայի վարչապետը Թրամփին համարում է իր բարեկամը եւ այլն, ուղղակի օժանդակելու, ցույց տալու համար դրանք բոլորը գրվել են։ Ասենք, ինչ վերաբերում է Ռուսաստանին, նախագահ Պուտինը շատ դիվանագիտական
մոտեցում ունեցավ, չնեղացնելով Տրամպին, մանավանդ որ այս գործընթացներն են գնում Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, ասեց, որ այդ փողերը, որ սառեցրել եք, մեր դրանից 1 միլիարդը տվեք, մենք կտանք։ Առանց այդ էլ Ռուսաստանը գազային միշտ օգնել է, հումանիտար եւ այլն, այդ 1 միլիարդն է կտան։ Ռուսաստանի համար դա բան չի, բայց այն ինչ որ Տրամպը ծրագրում է, դեռ պարզել չի խորքում, դա ինչ է լինելու, ինչ ինստիտուտ է դառնալու, ձև ստանալու է, թե չէ եւ այլն, Պուտինը ասաց, որ կքննարկենք, կնայենք, այսինքն Չինաստանը կարծեմ ընդհանրապես մոտ չի եկել, Հնդկաստան եւ այլն, չնայած նրանց համար այդ 1 միլիարդը թերևս խնդիր չի։ Ուղղակի այստեղ պետք է հասկանալ Թրամփի անհատականությունը։ Նույն այդ միջանցքի հարցը, ստորագրել բան, այդ ոնց ասեմ, լավ տրամադրությամբ շամպանսկի բացել եւ այլն, այս տեսակ մոմենտ ինչ որ բան անել, թելադրել, դա իր անհատականության դրսևորումն է քաղաքականության մեջ։ Guardian-ը այս նախաձեռնությունը Board of Peace խաղաղության խորհուրդ բնորոշել էր որպես pay to play, այսինքն վճարիր, որ խաղաս։ Հա, շատ կազինոյին։ Դե բոլորն էլ հասկանում են ինչ է կատարվում, ոմանք չեն կարողանում իրենց զսպել եւ հումորով են մոտենում, ասել թե այս տեսակ բաներ են անում, ոմանք էլ ինչ որ նպատակներ ունենալով Թրամփի հետ ինչ որ բան պայմանավորվելու կամ այն հարցեր լուծելու, այդպես ոգևորված ցույց է տալիս, որ իրենք կողմ են, բայց ինքը այդ գաղափարը դա ինչ է, դա նման է, գիտեք ինչի, ինչ որ մեկը մի հասարակական կազմակերպություն ստեղծի կամ ֆոնդ ինչպես ընդունված է, եւ փողեր հավաքի ինչ որ գործ անելու։ Սա դառնալու է միջազգային իրավունքի շրջանակների ինչ որ կազմակերպություն, ինչ ֆունկցիաներ է ունենալու բացի այդ բաներ, հյուրանոցներ եւ բաներ, կազինոներ այնտեղ կառուցելու եւ այլն։ Trump Tower-ներ, հա, նոր։ Հա, փաստորեն էս է, հիմա ուղղակի նորից եմ կրկնում իր անհատականության հետ է։ Ընդհանրապես Թրամփը այն քաղաքական գործիչն է այսօր, որը ունենալով, որի թիկունքում կա հզոր պետություն, ինքը հզոր մարդ է, ինքը ինչ են ասում, բիզնեսմեն է եղել եւ ինքը գիտեք մարդը ինչով որ զբաղվում է, ձևակերպվում է նրա մտածողության յուրահատկությունը։ Այսինքն ինչպես մասնագիտությամբ, չէ, ինժեների մոտ մի բան է մտածողության օրենքներ են ձևակերպում, այնտեղ սապրամատ են անցել, չգիտեմ, գծագրական երկրաչափություն եւ այլն, նրանց մտածելակերպ ուրիշ է, բիզնեսմենի մոտ ուրիշ, չգիտեմ, բանասերի մոտ ուրիշ, նույնը Թրամփը, այս մարդը ձևավորվել է, այն էլ արդեն 80 տարեկանում, որ այդ ժամանակ մարդիկ չեն փոխվում ըստ էության։ Եվ նա ունի որոշակի իր տարիքին համապատասխան երազանքներ, երևակայությունը այդպես է աշխատում, ամբիցիաներ եւ այլն, նա ուզում է գործանել Միացյալ Նահանգների համար, չէ՞, այդ ինչ է կոչվում նորից ամերիկան դարձնենք, ամերիկան դարձնենք հզոր, հա, հզոր եւ այլն, նախ եւ առաջ ամերիկան։ Մեկը այդ հրճակեց, հիմա էլ ուզում է Ամերիկայի տարածքը մեծացնել եւ դրանով մի խոսքով մնալ պատմության մեջ եւ իսկապես կմնա։ Եթե դա անի, դա մեծ գործ է անում, բայց նա դա անում է որպես բիզնեսմեն։ Քաղաքականության պատմության մեջ եղել են այդ տեսակ մարդիկ տարբեր երկրներում, որոնք ավելի շատ իրենց անհատականությունն, օրինակ Խրուշչովը ինչ որ չափով նույն այդ տիպի մարդ էր։ Այդ տիպի էլի, որ բոլորը ասում են ինչ որ խելառ բաներ անում եւ այլն, չէ՞, հա, էքսցենտրիկ բաներ եւ այլն։ Հիմա Տրամփն էլ այս հատկությունը ունի եւ նա շտապում է, որովհետեւ առաջի շրջանում իր նախագահ նրան խանգարեցին, այդ կոവിഡ്ը մեջ ընկավ եւ այլն, նա ինչ որ նպատակներ ուներ, չկարողացավ անդրադառնալ, հիմա ուզում է հասցնել այս 4 տարում գոնե իր երազանքները իրականացնի։ Եվ այս առումով ինձ թվում է, որ շատ քաղաքական հանդարտ մոտեցումով են դրան անդրադառնում, թե ասենք Պուտինը, թե Սին, Չինաստանի ղեկավարը, թե մյուս խոշոր, հասկանալով ինչ որ մարդ է, այս բաներն ուզում։ Մինչև այդ օրինակ Բայդենը նույնպես չէ որոշակի բաներ իր այդ տարօրինակություններով եւ այլն,
Բանը նրանում էր, որ Բայդենը չէր մասնակցում ըստ էության քաղաքական կյանքին եւ միայն կատարում էր գլոբալ լիբերալիստների թելադրանքները։ Այսինքն Թրամփի քաղաքականությունը ավելի շուտ գաղափարական ուղղվածություն, ներողություն, Բայդենի գաղափարական ուղղվածություն ուներ, գլոբալ լիբերալ։ Իսկ Թրամփի մոտ սա անհատականը ու անձնավորվածը չափազանց շատ է եւ հաճախ չես հասկանում, սա Միացյալ Նահանգների քաղաքականությունն է, թե ավելի շատ նման է հենց Թրամփի քաղաքականության։ Այս յուրահատկությունները կան, որովհետեւ ղեկավարը երկրի լինելով այդ երկրի շահերի պաշտպանը, մշատ տրադիցիաների, ծրագրերի եւ այլն, նա տանում է այդ երկրի քաղաքականությունը։ Իսկ ասենք Թրամփը Մոնրոյի թվում է թե այո, Թրամփը իր երկրի, բայց իր անձնականացված ձևով իր անձնական պատկերացմամբ։ Ես չգիտեմ, այդ համակարգը, օրինակ ասենք կոնգրես եւ այլն դրանց ունեցած այդ կառույցները, դրանք ինչքանով են, հա, մասնակից Թրամփի այս գաղափարներին։ Նշվում է, որ Թրամփի վարչակազմը ամենակարևորը այս խաղաղության խորհուրդը դիտարկում է որպես ՄԱԿ-ի պոտենցիալ փոխարինող։ Այս միջազգային վերջին իրադարձությունների ֆոնին սա ինչպես է գնահատում եւ դուք նշեցիք, որ տերությունները ծրագրեր ունեն, իրենք ծրագրում են իրենց քաղաքականությունը դեպի ուր։ Գիտեք, խոսում են, բայց այն ինչ որ Թրամփը առաջարկել է, դա այնքան հեռու է ՄԱԿ-ը փոխարինելուց։ Շատ նորից եմ կրկնում, անձնավորված է իր այդ երազանքները, չէ՞, այդ փողոցները, հոթելները, պալմաները, այնտեղ ինչ որ գործեր եւ այլն, գուցե նրա մտքին դա կա, բայց ինձ թվում է այդ գաղափարը կավարտվի Թրամփի հեռանալով։ Իմ մոտ այդ տպավորությունն է, որովհետեւ Միացյալ ազգերի կազմակերպությունը ստեղծվել է ռեալ քաղաքական դասավորվածության հետևանքով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ զոհերով ու կորուստներով պատերազմի այդ ստեղծված իրավիճակի թելադրանքով ձևավորվել է միջազգային իրավունքի հիման վրա, միջազգային օրենքների ստեղծվել են այդ ամեն ինչը, դա շատ լուրջ բան է եւ ՄԱԿ-ը որքան է թելադրենք, քննադատենք, իհարկե թերի կողմեր ունի, մանավանդ այսօր, որտեվ համակարգը սկսել է խախտվել, բայց բոլոր դեպքերում ՄԱԿ-ը մեծ գործ է արել, որովհետեւ փորձել ինչ որ ձևով կանոնավորել, համադրել մոտ 160-180 պետությունների հարաբերությունները, շահերը կարգավորել եւ այլն, դրա համար շատ մեծ բազա է պետք։ Եվ Թրամփի խորհուրդը դա շատ ներողություն չեմ ուզում Թրամփին վիրավորել եւ այլն, բայց դեռևս տունտունակ խաղալու աստիճանի վրա է։ Եվ իմ կարծիքով դժվար թե այդ խորհուրդը դառնա այդ տեսակ միջազգային ուժ։ Շատ դա վերջին հաշվով թաքնված բոլոր ինչպես են, դա նշանակում է նորից միաբևեռ աշխարհ կառուցել։ Այսինքն, եթե դու ստեղծում ես ՄԱԿ-ին փոխարինող մի կառույց եւ ինքդ էլ այդ կառույցի ղեկավարն ես ու նախագահն, նույնիսկ խոսում են, որ երբ որ ինքը պրեզիդենտությունից հեռանա, ինքը մնալու է դրա նախագահը եւ այլն։ Սա գիտեք շատ բան է, էլի, պարզ երևում է, որ դու նորից ուզում ես մնալ այսպես մեծ հզոր Թրամփ ամբողջ աշխարհը ղեկավարող։ Դա բոլորին հետաքրող ամենակարևոր հարցերից մեկն է, թե արդյոք ձևավորվում է կամ Միացյալ Նահանգները վերականգնում է իր հեգեմոն դիրքը միաբևեռ աշխարհ, թե ձևավորվելու է բազմաբևեռ կամ երկբևեռ աշխարհ Միացյալ Նահանգներ Չինաստան կամ Միացյալ Նահանգներ Ռուսաստան Չինաստան։ Գիտեք, դրա համար որպեսզի դու նորից դառնաս միաբևեռ եւ հեգեմոն, դրա համար պետք է ունենաս, օրինակ, ռուսական միջուկային զենքի պատասխանը, չինական հզոր արդեն աճող նավատորմի եւ զենքի բանակի մի խոսքով, Հնդկաստանի թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմական, եթե մարդիկ կարծում են Թրամփի հետ, որ 3 տարում արդեն մնաց 3 տարի, դա հնարավոր է անել, այդ ոսկե, ինչ են ասում, գմբեթ են ասում, ինչ, որ որոշել է կառուցել, ինչ որ զենքից է խոսում եւ այլն, այդ բոլորը դեռ, ոնց ասեմ, բաներ են, ինչ որ օդի մեջ ֆանտազիաներ են,
Այսինքն հեգեմոն դառնալու համար դու պետք է նախքին ուժային հարաբերակցություն ունենաս աշխարհի նկատմամբ, ինչպես որ ուներ ժամանակի եւ հեգեմոն էր Միացյալ Նահանգները։ Հիմա լիբերալ գլոբալիստների իշխանության գալուց հետո, որոնց համար ազգային պետականը եւ այլն կարեւոր չի, այլ ամբողջ գլոբալ բանով, Միացյալ Նահանգները կորցրեցին այդ դերը։ Կորցրեցին, թե այնտեղ ինչ ուժեր են դրա այդ դերակատարների այդ հետապնդողները դա ուրիշ հարց է, դա խորքային պետություն են ասում եւ այլն, բայց սա զուտ կապիտալիստական, այսպես ասած, խոշոր տերերի կապիտալիստների ծրագրերն են։ Գլոբալիզմը դա է, որովհետեւ կապիտալիստին չի հետաքրքրում ազգային պետություն կամ ազգային շահ, կապիտալիստին հետաքրքրում է գլոբալ տնտեսական, ֆինանսական շահերը։ Այնպես որ Տրամպը 3 տարում Միացյալ Նահանգները դարձնի հեգեմոն շատ ու շատ կասկածելի է, չափազանց։ Դրա համար էլ մյուս խոշոր տերությունների ղեկավարները հասկանալով ժպիտով են վերաբերվում այդ ամեն ինչին եւ դա ասում են մարդ է հիմա զբաղվում է, էլի լավ մտքեր ունի, որ գազան նորից վերակառուցի, սիրուն դեղ տներ ծովա, մարդիկ գնան Հնդկաստան եւ այլն։ Դա թող զբաղվի, ով է իրեն խանգարում։ Նույնը Հայաստանում ասել, կանչեց, ասեց, ստորագրեց ու վсё։ Մոռացել է, այսինքն ռազմական առումով ինքը այն ինչի համար որ պետք էր այս փոքր Հայաստանը այդ Զանգեզուր կոչվող մասը, միջանց կոչվող մասը ինքը ասեց այս արել են վերջ, Ադրբեջանն էլ էս կանի պայմանավորված է Իրանի հարցերը կլուծենք։ Դե իր համար գուցե խաղա, բայց մենք մեր համար վտանգավոր է, չէ՞, բնական է, բիզնեսմենն էլ նույնը չի, նա ինչ որ խաղեր անում, այս բնակարաններա ծախում շենքեր, բան, դեղ մարդիկ են, չէ՞, չգիտեմ ինչքանով առնեն, ոնց ծախեն իրենց բնակարանը, այս նույն հոգեբանությունն է, որ նա կիրառում է այսօր միջազգային քաղաքականության մեջ։ Դե հիմա ժամանակներն են այդպես։ Եթե վերցնես Եվրոպայի ղեկավարների, դա ավելի ահավոր երևույթ է։ Գոնե Տրամպը ծրագիր է կազմում, ասում է, թե ինչ է ուզում, այսինքն մենք հասկանում ենք Տրամպին, հասկանում ենք, որ նա իր եւ իր պետության շահերն է ուզում պաշտպանել, Ամերիկան նույնիսկ Great America, Make America Great Again, MAGA, այդ բառն է մոռացել։ Գոնե այդ հասկանալի է, եվրոպական ղեկավարները ինչ են ուզում չեն կարող հասկանալ։ Ուզում են աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների։ Եվրոպացիները զուտ գաղափարական մոտեցում ունեն։ Նրանք սովորացնում են այս փոքր պետություն, թե դրանց ինչ պետքա պետություն, այս սահմանները, այն սահմանները, ինչի մասնախոսքը գլոբալ ապրեք երջանիկ առանց ինչ-որ պետականության, չգիտեմ, բանակի բանի մասին։ Տեսակ կոմունիզմի հետ ասոցիացիաներ են առաջանում։ Դա իհարկե լիբերալ գլոբալիստները ըստ էության ձևով համենայն դեպս նույնն են ինչ-որ բոլշևիկները։ Նույնն են, այդ բոլշևիզմը նույն գլոբալիզմ էր, չէ՞, համաշխարհային հեղափոխություն։ Սրանք էլ են անում համաշխարհային հեղափոխություն, ուղղակի լիբերալ գլոբալիստական հեղափոխություն են անում, կամ այսպես ասենք կապիտալիստական այս ձևով։ Եվ իմ վերջին հարցը, պարոն Հակոբյան, քանի որ մեր ժամանակը սահմանափակ է եւ ավարտվում է, կապված Իրան-Իսրայել-Իրան Միացյալ Նահանգներ հարցերի հակամարտության կամ լարվածության հետ եւ մեր անվտանգության ռիսկերը դուք տեսնում եք, այսինքն Իրան-Միացյալ Նահանգներ կամ Իրանա-իսրայելական հակամարտության սրացումից հնարավոր վտանգներ եւ կարծում եք, որ Ադրբեջանը կարող է ներգրավել այդ ապագա ինչ որ նոր պատերազմում եւ ըստ ձեզ ինչ նշանակություն կունենա այս հարցում Թրամփի ուղի թրիփ նախագիծը կարող է օգտագործվել որպես պլաստարմ Իրանի։ Զուտ ռազմական պլանավորման նշանակություն։ Օրինակ ասենք ինչ որ, չգիտեմ, զորք պետք է անցնեն դեղից, տանկեր պետք է անցնեն, չգիտեմ ինչ սրանց, դե որովհետև երբ որ դու պատերազմ ես ծրագրում, չէ, ասենք շտաբում նստած մարդիկ ծրագրում են։ Ես այսպես պետք է գնա, այսպես գա, այս զորքը, այսպես պետք է շարժվի, մեզ պետք է այս օժանդակությունը, ամերիկացի զինվորը ոչ թե գնալու է Իրանում կռվի ու զոհվի, այլ ամերիկան հերվից հրթիռներով խփելու է։ Իսկ զոհվողները, խնդրեմ, օրինակ Ադրբեջան,
Օրինակ ներքին օպոզիցիան Իրանի եւ այլն։ Չէ, այսօր որ խոսում ենք այդքան հիբրիդային պատերազմ, Եվրոպան փաստորեն Ռուսաստանի դեմ ինչպես է վարում պատերազմը, հիբրիդային, ուկրաինացիների ձեռքերով։ Եվ դրա համար է, չէ, քիչ էր մնում ասել, որ մացիկ Բորիս Ջոնսոնը նախքին ուրեմն վարչապետ Ջոնսոնը ասում է «До последнего украинца»։ Այսինքն մինչև վերջ քամեն ռուսներին եւ ուկրաինացիների ձեռքերով զոհելով, որտեվ այդ ուկրաինացիք իրենց համար նույն ռուսներն են։ Իրենք միշտ այս 200 տարի առաջ եւ այլն միշտ նայել են սլավոններին, ռուս, ուկրաինացի եւ այլն, բելարուս, որպես վայրի ապրանք, որոնց պետքա օգտագործել եւ ստրկացնել։ Էս է նա, հիմա ինչի եվրոպացին գնա կռվի, երբ որ ուկրաինացում զինի, թող ուկրաինացին կռվի իր աղբոր հետ։ Ըստ էության, ինչպես 18 թվին բոլշևիկներին թելադրեցին եւ քաղաքացիական պատերազմ սկսեցին, այնպես էլ հիմա քաղաքական պատերազմը միշտ Ռուսաստանին ահավոր ուժաթափ է արել։ Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանը որպես քաղաքակրթության հասցրել է ջնջման եզրի։ Մի կերպ թե ինչ ձևով վերականգնվեցին է տրոցկիզմ ամեն ինչ եւ այլն դրանց ազատվելով կարողացան բերել։ Հիմա նույն բանն է։ Ուկրաինացիք զոհվում են, չէ՞։ Վերեցին, հիմարացրեցին հրապարակում բան էին անում Кто не скачет, тот Москаль կամ մորթի մոսկալների եւ այլն, այս բան բուտերբրոդ տալով, վիզաներ տալով եւ այլն, այդ չէր։ Այսինքն այդ գծուց օգուտների համար բուտերբրոդի կամ Եվրոպա գնալու կաֆեում օֆիցիանտ աշխատելու համար արդեն ես չգիտեմ ինչքան մարդա զոհվել այնտեղ, ինչքան մարդա կործանվել ըստ էության, ինչքան մարդա դուրս եկել Ուկրաինայից, այսինքն ավիրվել է։ Այսինքն ըստ էության պետությունը կարևոր չէր լիբերալ այդ ղեկավարության համար։ Կարևոր է այդ գաղափարն է, աշխարհում մեկ կապրենք։ Դա թաքցնում են, այսինքն այդ նացիոնալիստներին դեմ տալով իբր պետության համար, բայց դուք դրել եք պետություն եք կործանում։ Ինչի մասն է խոսքը։ Հիմա նույնն է այդ թրիփը Իրանի հետ հարցում, այսինքն ամերիկացի զինվորը որպես այդպեսին ինքը չի կռվելու Իրանում։ Դա կանեն ուրիշ ձեռքերով, ուրիշ ուժերով, այդ կոմունիկացիաներն էլ, ասենք, Հայաստանի նման երկրի ձեռքերով եւ այլն, էս է։ Եթե բանը հասնի դրան եւ եթե, ասենք, ինչ որ ձևով ետ չկագնեն այդ բանը, բայց նման չի, որ ետ են կագնելու։ Այսինքն դեռևս այն ինչ որ մենք լսում ենք, այն ինֆորմացիան կա, դե մենք շատ հեռու ենք իրական, ասենք, ինֆորմացիայից եւ այլն, բայց տեսնում ես, որ Միացյալ Նահանգները ձեռք չեն քաշել եւ այդ հերահար հզորագույն հարված են հասցնելու, այնտեղ արդեն մի քիչ ավելի անմիջական Իսրայելը կմասնակցի, հետո արդեն կողքի սատելիտ, ոնց ասած, թելադրանքի տակ գտնվող պետությունները։ Թուրքիան անպայման կխառնվի այդ հարցում, չնայած նա դեմ է իբր թե Իրանի դեմ է սկոմենկոմ, բայց Թուրքիան միանգամից կօգտվի եւ Իրանի հետ որոշակի իրեն հակասությունները, որ եղել են այս 4-5 դարե տեղի ունենում, նա կփորձի այդ հարցերը լուծել։ Այդ նրանց համար արդեն Զանգեզուրի միջանցք, այնտեղ խոյով, բանով, այսինքն այդ ուղին շատ կարեւոր է, որտեւ միշտ Իրանը այդ պատը, որ կառուցել է թուրքական Օսմանյան Թուրքիայի դեմ, չէ, այդ պատը քանդելը Թուրքիայի համար շատ կարևոր է։ Դրան է օգնում է Ադրբեջանը։ Բայց Իրանի հնարավոր մասնատումը վտանգավոր է նաև Թուրքիայի տեսանկյունից, չէ՞, թե սխալվում եմ։ Թուրքիայի տեսանկյունից վտանգավոր չի, վտանգավոր Թուրքիայի համար այլ բան է, որ նույն Միացյալ Նահանգներում որոշ, ուրեմն, այսպես ասած, կառույցներում պլանավորված է նաև Թուրքիայի մասնատումը։ Այսինքն հասկացեք, ամբողջ այս աշխարհում էս 30 տարվա մեջ process-ներ են գնում։ Աշխարհ է փոխվելու, երկիր, սահմաններ։ Օրինակ, որ այդքան խոսում են հայ-ադրբեջանական սահմանները գծելու բանի, նախագահն էր, թե ով էր, թե նույն այդ զեկույցի մեջ ասում է, որ սահմանազատման գործընթացը, ախր հարց է առաջանում։ Բա հայ-թուրքական սահմանը, որը իրականում թուրք Խորհրդային Ռուսաստան-Թուրքիա սահմանն է, դուք ինչ եք անելու։ Այսինքն ո՞նց եք ձևակերպելու այդ սահմանը։
Հասկանում եք, այսինքն դու քո երկրի տարածքի տերը չես դեռ։ Դու այն ուժը չունես, որ ինքնիշխան լինես եւ կարգավորես այդ հարցերը։ Այսինքն դու ընդունում ես ռուս-թուրքական պայմանագիրը 21 թվականի, այսինքն բոլշևիկա-թուրքական պայմանագիրը։ Էսա սահմանը նրանք են գծել։ Եվ որ գնում եք այնտեղ, ասենք ռուսական սահմանապահներն են նստած եւ թուրքերն է դա անվանում են ռուսական սահման, հայկական սահման չեն անվանում։ Այնպես որ այստեղ միջազգային շատ հարցեր կա։ Հիմա կարելի է մարդկանց ասել խաղաղություն է, Ադրբեջանն էլ չի հարձակվելու, սահմանները կգծենք, շնորհակալություն Ալիևին, մեր երջանիկ կյանքի համար եւ այլն։ Այ եթե Արեմեցյան Ադրբեջանով էլ մեզ երջանկացներ, ավելի լավ կլիներ։ Այսինքն ամբողջ աշխարհը փոխվում է, process-ներ են գնում ու դու չես որոշողը այդ process-ների։ Դու դեր չես խաղում այդ process-ներում։ Կարող ես ինչ որ բան օգտվել դրանից, բայց այսօր չես խաղում։ Եվ այս բանում ինչ կլինի, ոնց Ամերիկան ինչպես կվերևի, դա զարգացման քայլեր են, էտապներ են, որ մենք նստելու ենք ու նայենք, թե ինչ է լինելու։ Իհարկե մեր հպարտ քաղաքացիները ընտրություն կանցկացնեն, ասենք ժողովուրդը չէ YouTube է կարդում, խոսում է ամենամեծ, միշտ հայերը խոսել են մեծ քաղաքականությունից, չէ, Չերչիլ, Ռուզվելտ եւ այլն, էլի, եւ սս նայում են ասում են, «Էս ինչ քաղաքական գործիչ, այ Չերչիլի նման տաղալներ կամ Ստալինի նման», այսինքն այս մեր ժողովրդի հոգեբանության մեջ կա, բայց որ իրենք որպես ժողովուրդ կարող են հարցեր լուծել, կարող են, որտեվ այդ իմ ասած քաոսի մեջ միշտ ես դա ասել եմ, եթե ժողովուրդը այդ կուլտուրան ունենա քաղաքական, մտածի իր ապագայի մասին, իր շահերի եւ այլն, ժողովուրդը կարող է այդ հարցերը լուծել, կարող է խառնվել, մասնակից դառնալ, բայց այսօր ժողովուրդը զբաղված է, ասենք, Ուկրաինայի բախտով, Տրամպի ես բաներով, մեծ քաղաքականությամբ է զբաղված եւ այդ առումով չի մտածում ու օպոզիցիային է վարկաբեկում ու քննադատում է իշխանությունների հետ բոլորին։ Այսինքն այն մակարդակը չէ էլի։ Նայում ես ոչ Չերչիլի մակարդակը ունեն, ոչ Ստալինի, ոչ մյուսի։ Մինչդեռ ինքը կարող է, չէ, դե լավ, եթե դեմ ես, ինքդ որոշի եւ ինքդ քո հարցերը լուծի։ Հենց գալիս է լուծելու հարցը դու 20,000 ես վերցնում կամ ինչ-որ մի հատ խանութ ես բացում եւ հարցերը չեն լուծվում։ Այստեղ շատ հարցեր կան եւ կգա ժամանակ, որ այս ամեն ինչը երբ որ պարզաջրվի, ինչպես ժողովուրդը ասում է, չէ, այն ժամանակ երբ որ այդ կնիկն է խփեն ու ասեն, «Էսա քո սահմանները, դու կաս որպես պետություն, թե չկաս որպես պետություն», այսինքն լրիվ նոր աշխարհ է ձևավորվելու եւ կլինես դու այդ խաղի մեջ, այդ մեծ խաղի մեջ, թե չէ, դա կախված է քո ինտելեկտուալ, հոգեբանական, մշակութային կարողություններից։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ 168 թեմի հարգելի հետևորդներ, ինչպես տեսանք եւ հերթական անգամ համոզվեցինք, աշխարհը փոխվում է շատ մեծ տեմպերով եւ այս փոփոխությունների ժամանակաշրջանում պետք է առաջին հերթին լինել սուբյեկտ, լինել պետություն եւ առաջին հերթին ունենալ հզոր բանակ ոտնատակ չընկնելու համար։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք դիվանագետ եւ վերլուծաբան Վարդան Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։